8-րդ դասարանում է սովորում Տաթևիկ Բեժանյանը։ Դեռ մեկ շաբաթ առաջ գիտեր, որ Շամլուղում ձմեռային խաղերի մրցույթ է անցկացվելու ու բազում հյուրեր են գալու։ Դահուկավազքին ու պարանի ձգման մրցույթին մասնակցել չի պատրաստվում։ Ոգևորությունը Տաթևիկը իր իսկ բանաստեղծությամբ է արտահայտում։ Ձմռան այդ սրտում Շամլուղի գրկում խաղում են խաղեր, մենք բազում։ Այստեղ են բոլոր երեխաները, այստեղ են բոլոր մեծերը։ Վազում, թռչկոտում, ժպտում անդադար, խաղում են խաղեր, անթիվ անհամար։ Ու կարծես տոնն է այսօր Շամլուղում, հիշարժան օր է մեր բնորանում, քանի որ այսօր Շամլուղի գրկում մենք յուրահատուկ օր ենք անցկացնում, խաղում ենք անվերջ մենք տարբեր խաղեր եւ դրա անունն է Շամլուղի ձմեռ։ Շամլուղի քաղաքապետի առաջարկն ավականին չմերժեց ու որոշեցին Շամլուղի պատմության մեջ առաջին անգամ Շամլուղի ձմեռ անցկացնել։ Ձմռանը ջան պակաս Շամլուղում չեն զգում, դահուկավազքին ու պարանի ձգման առանձնահատկություններին էլ դեռ փոքրուց են վարժվում։ Լորվա ձմեռ միջոցառմանը Վանաձորում Հովսեփ Խարատյանը 3 անգամ արդեն մասնակցել է։ Ասում է շատ էր ուզում, որ Շամլուղում էլ նման միջոցառում անեն։ Դահուկորդի համազգեստն ու դահուկներն էլ հատուկ այս միջոցառման համար է ձեռք բերել։ Շամլուղում մենք երեխաներով կազմակերպել ենք, բայց նեսեն չէ։ Ինչ եք կազմակերպել։ Դե ասենք մրցույթ ենք դահուկի կազմակերպել, գնացել ենք սարեր ենք բարձացել քշե։ Համայնքի բյուջեից 80,000 դրամ է հատկացվել միջոցառման ծախսերի մի մասն էլ հենց շամլուղեցիներն են հոգացել։ Քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանն ասում է, որ Շամլուղի ձմեռն ավանդական է դառնալու։ Տարեց տարի դահուկավազքի ու պարանի ձգման մրցույթներին կավելանան այլ խաղեր, հրավիրելու են նաև պրոֆեսիոնալ ժյուրի։ Ճիշտ ասած, այս հույսը չունեի։ Ասենք մտածում եմ, որ այսքան հավաքվող չի, լեգող չի, բայց հենց որ մարդիկ իմացան, երեխեքը մեծերը իմացան, ավելի շատ մեծ արձագանք գտավ։ Սոցիալական պայմանները շամլուղեցիներին հեռացրել էին իրարից։ Նման միջոցառումները միասնական Շամլուղ տեսնելու միջոց կարող են լինել։ Մեր ժողովուրդը մի քիչ մոռացել այն խաղերը, կազմակերպվածությունը իրար հետ հավաքվել, զրուցել, ինչու՞ չէ, նաև Վիկտոր Ահոհացանել։ Հայկական տոնական սեղանի պատասխանատու գործը խորովածի պատրաստումը բաժին էր հասել Սամվել Շադինյանին։ Դե երևի մոտ լավ է ստացվում։ Վստահում եմ։ Կատակում է, ափսոս համն ու հոտը չեք կարող փոխանցել, որ մարդիկ համոզվեն դրանում։ Սամվել Շադինյանն էլ կարծում է, որ Շամլուղի ձմեռը մեկօրյա միջոցառում լինելուց բացի ավելի խոր իմաստ ունի։ Շամլուղեցիներին իմ կարծիքով սա կտա միասնություն, հավատ, վստահություն։ Հավատը շամլուղեցիների մեկը մյուսի նկատմամբ առաջնահերթ։ Եթե 88-ի երկրաշարժն ու Ղարաբաղյան պատերազմը ժողովրդի մեջ տխրություն սերմանեցին, հատկապես սահմանին մոտ ապրող շամլուղեցին առողջ ու մարտական պետք է մեծանա։ Այս միջոցառումը առողջ ապրելակերպի դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի։ Մեր սերունդը պետք է առողջ մեծանա։ Մեզ առողջ մարդիկ շատ են պետք եւ հոգով եւ մարմնով։ Խորովածն արդեն պատրաստ է, սեղաններն էլ գցված են, վերջին մրցույթը պարադի ձգումն էլ խորհրդանշական ոչ ոքիով ավարտվեց։ Մարիանա Պեպանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։